3 ապրիլի 9-ին առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:35-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դիգ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի 5-րդ հերկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակն ու վրա արված է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12-ից 1-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 1-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, հասկականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունն ամբողջությամբ տակն ու վրա եղած»։ Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հաղորդվում։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետր հատվածում բախվել են ԴԱՖ Մակնիշի բեռնատարն ու ՎԱԶ-21014-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած Սպիտակ բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Սպիտակ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԴԱՖ բեռնատարը բարձված է եղել երկաթե պարագաներով, այդ թվում ամրաններով։ Մահացածները Պաշտպանության նախարարության զինծառայողներ են և գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարարության շտապ օգնության համար օգտագործվող ՈՒԱԶ-ները։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ Պաշտպանության նախարարության պոլիգոններում։ Նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Այս պահին պոլիգոններ են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Գայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, հայտնում է Շամշյան.com-ը։ Հայտնել էինք, որ որոնվում է անչափահաս երեխա Զախարյան Ալեքս Յուրիկին, 14 տարեկան է, բնակվում է Խաչփարում, վերջին անգամ նրան տեսել են Հայանիստում 30/03/2026-ին ժամը 14:00-ի սահմաններում։ Քիչ առաջ հայտնի է դարձել, որ 14-ամյա որոնվող տղան հայտնաբերվել է, վերջինս հայտնաբերվել է Հարակից գյուղում, նա գնացել էր այնտեղ իր հավանած աղջկան տեսնելու։ Ռաֆայել Երանոսյանը տարածել է մի աղջկա վերաբերյալ հայտարարություն ու գրել. «Լիլիթը մեր օգնության կարիքն ունի։ Նշենք, որ 2021 թվականից մինչ օրս տվյալ աղջիկը պայքարում է քաղցկեղի դեմ, այս պահին ստանում է քիմիոթերապիաներ, սակայն բուժումն արդյունավետ չի ընթանում։ Նոր բուժումների և բժշկական միջամտությունների միջով պետք է անցնի, որոնց համար շատ միջոցներ են պետք։ Ես հանդիսանում եմ 2 անչափահաս երեխաների միայնակ մայր։ Արդիր տեղադրված է հիվանդությանս էպիկրիզները։ Ես հավատում եմ, որ ամեն մեկիս փոքրիկ ներդրումն անգամ անհնարինը կդարձնի հնարավոր»։ Ներկայացնում ենք Առաքելյան Լիլիթի հիվանդության մասին պատմող փաստաթղթերը։ Շոումեն հանդիսավար Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքի անդամները բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Շատ հաճախ այս ընտանիքը օգտագործում է իր մեծ լսարանը ի գիտություն դարձնելով այս կամ այն մարդու առողջական խնդրի մասին։ Այսօր ևս բացառություն չէ։ Արամ Մելիքյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երիտասարդ աղջկա Լիլիայի առողջական խնդրի համար գումար է հարկավոր, նա պետք է մեկնի Գերմանիա, որպեսզի կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում։ Ներկայացնում ենք Արամ Մելիքյանի տեսաուղերձը հաջորդ թիվ։ Ես ընդհանրապես, երբ որ նմանատիպ վիդեոներ եմ անում, ուրեմն կամ անձամբ ճանաչում եմ, կամ իմ ընկերն է անձամբ ճանաչում։ Այս պահին էլ մի աղջկա համար եմ ասում, որը բավականին լուրջ խնդրի մեջ է ու մի 7-ից 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, որովհետև իր ոսկրածուծը աշխատում է ընդամենը 20%-ով, շտապ գործողություն պետք է
կատարվի, բավականին լուրջ, խոսքը Լիլիա Քոշատաշյանի մասին է, ես իմ էջը կթողնեմ, ովքեր որ կփորձեն կամ կուզեն ցանկանան աջակցել, ասեմ որ աղջնակի էջում ամբողջ ինֆորմացիան կա, նա ընդամենը 16 տարեկան է ու բավականին լուրջ խնդրի մեջ է սպահին, ինչպես նշեցի, շտաբ պետք է մեկնի, եթե չեմ սխալվում, մի 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, դրա համար ովքեր որ կցանկանան աջակցել, օգնել, հա, կամ չերեզ այդ վիդեո ուրիշին գտնեմ որ օգնի, ոնց որ այս վիդեոն հենց դες համար է, գնացեք հղումով, գնացեք աղջկա էջ, հուսով եմ ամեն ինչ լավ կնելի։ Ամերիկա բնակ սիրված երկիչ Արմենչիկն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով հրավիրելով իր հետևորդների ուշադրությունը։ Նա տարածել է երիտասարդ աղջկա հայտարարությունն ու խնդրել միանալ դրամահավաքին։ Բարև, ես Լիլիան եմ, 16 տարեկան, ով այս պահին ունի ձեր օգնության կարիքը։ Ես արդեն 1 տարի է ինչ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինձ մոտ ախտորոշվել է միելոդիսպլաստիկ համախտանիշ, ինձ շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արժե $40,000, 15 միլիոն 800 հազար դրամ։ Կից կներկայացնեմ հիվանդության հետ կապված փաստաթղթերը եւ տվյալները գումարը փոխանցելու համար։ Միայն տարածելն արդեն մեծ օգնություն կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։ Ստորև նշված են նաեւ հաշվահամարները, որով կարող եք փոխանցումներ կատարել։ Այս հայտարարությունն իր ինստագրամյան էջում տարածել է սիրված երգիչ Արմենչիկը։ Նշեցնենք, որ ավելի վաղ էլ ներկայացրել էինք երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին տարիներին էլ ավելի ակտիվ է։ Նա ինստագրամյան հարթակում եւս մեծ ակտիվություն է ցուցաբերում, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ անելով, ցույց տալով իր ընտանիքի երեխաների մասնակցությամբ կադրեր։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը նաև օգտագործում է իր հետևորդների մեծ բանակը օգնելով տարբեր մարդկանց։ Այսօր երգչուհին տարածել է օգնության մի կանչ, որտեղ նշվում է, որ փոքրիկ Միքայելը պետք է ապրի։ Երգչուհի Սիլվա Հակոբյանի տարածած հայտարարությունը հետևյալն է. Փրկենք փոքրիկ Միքայելին, ունի սրտի անբավարարություն, անհրաժեշտ է վիճակը Հայաստանում ստաբիլացնելուց հետո տեղափոխել արտերկիր եւ կատարել սրտի փոխպատվաստում, անհրաժեշտ է բոլորի օգնությունը, խնդրում եմ օգնել, անտարբեր չանցնել։ Այսպիսով Սիլվա Հակոբյանը փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս ձայնը լսելի դարձնելու համար։ Երգիչ Սպիտակցի Հայկոն Հայկ Ղևոնդյանն ինստագրամյան հարթակում տարածել է օգնության կանչ։ Ընկերներ ջան, խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներայի պատմությունն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ 11 տարեկան Վեներան տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Երեխան ունի հենաշարժողական լուրջ խնդիր, չի կարողանում լավ քայլել։ Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ եւս մի քանի կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Վեներայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար։ Ընկերներ ջան, երեխայի ծնողները հիմնական աշխատանք չունեն։ Ընտանիքն ապրում է Վեներայի թոշակի եւ օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով։ Նշեմ, որ Վեներան նաեւ ունի ոտքի շատ լուրջ խնդիր, անհրաժեշտ են բժշկական կոշիկներ։ Մայրը ներկապահին գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս ունի առողջական լուրջ խնդիր։ Խնդրում եմ բարեգութ մարդկանց անտարբեր չանցնել, ապրում են անմարդկային վատ ու ծանր պայմաններում, նախնական բուժման համար անհրաժեշտ է 400 հազար դրամ։ Խնդրում եմ ինչքան հնարավոր է տարածեք։ Վեներային օգնելու համար ստորև տեղադրում եմ քարտի համար եւ իդրամ հաշիվ։ Ահա այս հաղորդագրությունն է տարածել ինստագրամյան հարթակում Սպիտակցի Հայկոն, ով ըստ ամենայնի որևէ առնչություն չունի աղջկա հետ, սակայն փորձել է օգտագործել իր հետևորդների մեծ բանակը այս աղջկան օգնելու համար։